Այժմ տեսնենք ինչ են ուզում կարտերը հուշել կարիճներին։ Ինչը կլինի կարևոր կարիճների համար հունիսի 1-ից 15-ը։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ խորհուրդ կարտերից։ Փորձեմ լրացուցիչ օգնող կարտեր ավելացնել։ Ինչ կլինի կարևոր կարիճների համար առաջիկայի երկու շաբաթվա ընթացքում։ Առաջիկայում ինչ եմ տեսնում կարիճների համար, շատ լավ կարտեր եմ տեսնում։ Առաջին տեսնում եմ տունը, ձեր տունը ձեզ համար կլինի շատ կարևոր եւ տեսնում եմ աշխարհի կարտը։ Աշխարհի կարտը նշանակում է ձեր ընտանեկան հարաբերություններում կամ ընտանեկան հարցերում ինչ որ նոր этап կբացվի, հարգելի կարիճներ, չեմ կարող ասել ինչ կարող է լինել, դուք ինքներդ գլխի կընկնեք, բայց ինչ որ փոփոխություն կլինի, ինչ որ մի նոր этап, եւ աշխարհը քանի որ շատ դրական կարտ է, շատ լավ բան կփոխվի։ Եթե մի քիչ ընտանիքում, չգիտեմ, անհամաձայնություններ կային, ամեն ինչ, այսպես ասում են, գեղեցիկ կարտ է, շատ լուսավոր, գեղեցիկ, այսինքն ամեն ինչ կփոխվի, շատ դրական կփոխվի հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։ Եթե, չգիտեմ, ընտանիքում ինչ խնդիր կարող է լինել, տան հետ տուն էիք կառուցում, տուն էիք գնում, տուն էիք վաճառում, չգիտեմ, տան հետ կապված ցանկացած հարց, նոր դռներ են բացում ձեր առջև, նոր հնարավորություններ։ Եթե տան հետ կապված ինչ-որ առք ու վաճառքի բիզնեսով եք զբաղված կամ տուն եք ուզում կառուցել, վերանորոգել, շատ կլինի ձեր սրտով։ Նոր տուն կունենաք, նոր, չգիտեմ, կառուցված կամ վերանորոգված, ինչ որ ուզում էիք անել, կվերջանա հավանաբար այդ ձեր վերանորոգումը, դուք շատ ուրախ կլինեք, շատ երջանիկ, ձեր նպատակին հասած կլինեք։ Եվ չեմ կարող ասել ընտանեկան, եթե ուզում եք ամուսնանալ, ընտանիք կազմեն, ձեզ համար հնարավորություններ կստեղծվեն, ինչ որ հնարավորություն կբացվի։ Եթե այս ընթացքում երկու շաբաթվա ընթացքում կարիճներ ամուսնանան, նոր этап է սկսում, այսինքն դուք հիմա կլինեք նոր կարգավիճակում, ամուսնացած մարդ լինի, կին թե տղամարդ։ Ամեն դեպքում ընտանիքի կամ տան հետ կապված ինչ որ հետաքրքիր փոփոխություններ կլինեն, բայց փոփոխությունից բացի ավելի շուտ կարող եմ ասել կլինեն հնարավորություններ, ոչ թե փոփոխություն։ Թե փոփոխություն կլինի թե չէ, դա ձեր ձեռքում է, դուք ինչ որոշում կկայացնեք, կընդունեք այս դռներից կանցնեք առաջ, թե չեք գնա, որովհետև ձեր առջև հնարավորություններ կլինեն եւ ինչ որ կապված է ձեր ընտանիքի կամ ձեր տան հետ, շատ գեղեցիկ է։ Իսկ երկրորդ կարտը տեսնում եմ նավակը եւ տեսնում եմ թրերի երկուսը։ Ինչ որ ընտրության առաջ եք կանգնած, բայց աչքերը փակ են, տեսնում եք, այսինքն չի տեսնում ելքը, ընտրություն չի տեսնում, չի կարողանում որոշել ինչ ընտրել։ Ես այստեղ տեսնում եմ նավակը ձեր հաջողությունների դեպի հաջողությունները տանող ճանապարհն է, նաև առետասով կարող եմ ասել ծախսեր։ Այսինքն ինչ որ անսպասելի ծախսեր կարող են հանկարծ առաջանալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, անկանխատեսելի, դուք դա չեք սպասում առանձնապես։ Եվ մի տեսակ ձեզ այսպես ընտրության առաջ եք կանգնեցնում, իսկ դուք չգիտեք ինչ որոշել։ Միգուցե անեմ, չանեմ, այսինքն եթե դուք ունեք ընտրություն, դա արդեն լավ է։ Արդեն լավ է, այսինքն այս պարտադրված ծախսեր չեն։ Դուք պարզապես միգուցե չեք սպասում այսքան շատ ծախսեր, ինչ որ գործով եք զբաղվում, ինչ եք անում, ծախսերն ավելի շատ կլինեն, դուք պետք է որոշում կայացնեք, համաձայն եք դրան թե համաձայն չեք, շարունակում եք գործարքը թե չեք շարունակում, չեմ կարող ասել, ինձ թվում է ավելի ֆինանսի հետ կապ ունի կամ գործեր, որոնք պահանջում են ֆինանսներ։ Ամեն դեպքում ինչ որ ընտրության առաջ կանգնած կլինեք, չեմ կարող ասել ընտրություն ինչ կան, ինչ կընտրեք։ Ամեն դեպքում ես էլ եմ ասում, ես չեմ տեսնում ֆինանսական կորուստներ։ Ես տեսնում եմ, որ դուք ինչ որ ընտրություն պետք է կատարեք։ Տեսնենք, կարտերը կարող են լրացուցիչ ինչ որ ինֆորմացիա հուշել, կկատարեք, չեք կատարի իրականում, կշարժվի տեղից նավակը։ Այնպեսի տպավորություն եմ ստանում, որ պետք է գումարը ծախսեք, որ ձեր նավը շարժվի դեպի ձեր հաջողություն։ Այսինքն, միգուցե ինչ որ գործարքի մասին է խոսքը կամ ֆինանսական գործունեության, դուք պետք է ավելի շատ ներդրումներ անեք, իսկ դուք չեք ուզում կամ ի վիճակի չեք լրացուցիչ ֆինանսներ չկան, չեք կարողանում, բայց եթե չանեք լրացուցիչ ֆինանսները, նավը տեղից չի շարժվի։ Այդպես ինչ որ զգացողություն եմ ունենում, տեսնենք կարտերն ինչ կասեն։ Ես անկեղծ ասած չեմ տեսնում դուք ինչ որոշում եք կայացնում,
Չեմ տեսնում ինչ որոշումներ եք կայացնում, բայց տեսնում եմ խոչընդոտներ կան, տեսնում եմ, որ ժամանակի հարց է, այսինքն ձեզ կա տրված է ժամանակ եւ առաջիկա 2 շաբաթվա մասին էր առայժմ խոսքը, այսինքն այս 2 շաբաթը բավական ժամանակ չէ, որպեսզի դուք կարողանաք որոշումը կայացնել։ Այո, տեսնում եմ, որ դուք ինչ-որ լուրջ գործերով եք զբաղված, սա ինչ-որ լուրջ մասնագետ է, միգուցե ինչ-որ մեկի հետ եք աշխատում, որը մասնագետ է այս գործում, ինչ-որ անում եք, բայց ինչ-որ խոչընդոտներ կան, իսկ խոչընդոտները ես արդեն ասեցի, ֆինանսների հետ էին կապված, նոր դերդրումներ են պետք, նոր ծախսեր են պետք, լրացուցիչ, որպեսզի ձեր նավը շարժվի տեղից եւ դուք հասնեք հաջողության։ Եվ ուղղությունն էլ էստեղ ցույց է տալիս եւ ժամանակի եւ ուղղությունը, այսինքն ուղղությունը դա է, նոր ծախսեր է պահանջում։ Դուք ինչ որ չեք ուզում այդ ծախսերը անել, կինը չեմ կարող ասել, ես գործակալն է, մասնագետն է, ում հետ եք շփվում, ինչ կապ ունի կինը, այստեղ չեմ կարողանա ասել, բայց փաստորեն կարող են կորուստներ լինել, եթե դուք նոր ներդրումներ չանեք։ Դուք առայժմ չեմ կարող ասել ինչ որոշում եք կայացնում, բայց երեխայով կարող եմ ասել, դուք ինչ որ մի նոր որոշում, ինչ որ մի նոր գաղափար կունենաք։ Կգտնեք մի ինչ որ նոր տարբերակ, նոր ձև, կամ խուսափում եք չգիտեմ, ծախսերից կամ հրաժարվում եք ձեր գաղափարից, բայց ես չեմ տեսնում։ Չեմ տեսնում դուք ինչ-որ բան կորցնում եք, չեմ տեսնում ինչ եք որոշում։ Փաստորեն 2 շաբաթ դեռ դուք կլինեք այդ որոշումը կայացնելու ճանապարհին, բայց վերջնական որոշում երևի թե առայժմ չեք կայացնի 2 շաբաթվա մեջ։ Փորձեք փնտրել տարբերակներ։ Տեսնում եմ Սիրահարների կարտը, այո, նորից եկավ ասելու, սա էլ է Սիրահարների կարտը, սրա նման մի վիճակ է, այսինքն դուք այո, իսկապես ընտրության առաջ եք կանգնած լինելու։ Բավականին լուրջ էր ընտրության հարցեր լինելու, իսկ ես կարծում եմ, որ սա ամեն դեպքում ֆինանսների հետ էր կապված, ինչ որ գործունեություն, որը պահանջում է ֆինանսներ։ Այո, շատ լուրջ ընտրություն պետք է կատարեք։ Լավ, եթե այդքան կարևոր էր, կարտերը խորհուրդ են տալիս, որ չնայած որ դուք չեք տեսնում ինչ որոշում, ամեն դեպքում դուք ստիպված եք լինելու 2 շաբաթվա ընթացքում մի տեսակ խուսափելու համար կորուստներից դուք ստիպված եք լինելու ամեն դեպքում որոշումը կայացնել։ Տեսնենք լրացուցիչ ինչ որ բան կասեն կարտերը։ Ոչ, ելի ոչինչ չեմ տեսնում, որ կոնկրետ պատասխան տա։ Այստեղ տեսնում եմ թրերի ասպետը, տեսնում եմ այստեղ կայսրը եւ տեսնում եմ այստեղ պենտակլի ասպետը։ Դուք ուզում եք հրով-թրով, ուզում եք, չգիտեմ, ագրեսիվություն ցուցաբերեք, փորձեք վիճել այս ծախսերի դեմ, չեմ ուզում այդ լրացուցիչ ծախսերն անել, կարող եք փորձել պայքարել, չգիտեմ, միգուցե փորձեք այսպես օրենք օգտագործել, չգիտեմ, մարդկանց այսպես կարգի հրավիրել, որ դուք այս ծախսերը չէիք ակնկալում, հիմա ձեզ ինչ-որ նոր ծախսերի առաջ են կանգնեցնում, բայց իրականում ոչ մի բանի չեք կարողանալու առայժմ հասնել, որովհետև հաջողությունը եթե գա էլ կլինի շատ դանդաղ, սա ամենադանդաղ ասպետն է։ Այսինքն ձեր ագրեսիվությունը ձեզ շատ բանի չի հասցնելու, որտեվ այստեղ ոչ օրինախախտություն եմ տեսնում, ոչինչ չեմ տեսնում, բայց դուք ձեր իրավունքներն եք փորձում այստեղ աշխատեցնել, էլ եմ ասում, բայց եթե հաջողությունը գա, շատ դանդաղ է գալու, այսինքն սա այնքան էլ ճիշտ տարբերակ չէ, ագրեսիվությունը շատ ճիշտ տարբերակ չէ։ Ամեն դեպքում դուք որոշում կայացնելու անհրաժեշտություն կունենաք հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, ֆինանսական հարցերում ինչ-որ լուրջ որոշում կայացնեք։ Տեսնենք ինչ են ուզում կարտերն ասել աղեղնավորներին։ Ինչ է կարևոր աղեղնավորներին իմանալ, կամ ինչ կլինի ձեզ համար կարևոր, հարգելի աղեղնավորներ, հունիսի 1-ից 15-ը։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ խորհուրդ կարտերից։ Ինչ կլինի կարևոր, ինչին արժե ուշադրություն դարձնել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում մեր հարգելի աղեղնավորներին։ Այսպես։ Ինչ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ ձկները եւ տեսնում եմ կինը 9 պենտակլի։ Ես այստեղ տեսնում եմ շատ կայացած մարդ, ինչ որ ֆինանսական գործարքում հաջողություն կունենան աղեղնավորները։
առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Կարող եմ ասել, որ բավականին սա ֆինանսների կարգն է։ Մյուս կողմից այսպես շրջապտույտ եմ տեսնում, այսինքն դուք ինչ որ երկար ժամանակ ինչ որ հարցի շուրջ այսպես պտտվել եք, փորձել եք ձեր նպատակին հասնել, իսկ այստեղ այստեղ նպատակին հասած կին։ Այսինքն տեսնում եմ կին դե պարտադիր չի կնոջ մասի խոսքը լինի, բայց ինչ որ ֆինանսական հաջողություն ձեզ ամեն դեպքում սպասվում է։ Մարդը ձեռքբերումներ ունի, տեսնում եք այսպես կոպեկներով շրջապատված, թռչունը ձեռքին վայելում է իր կյանքը։ Սա այն կայացած կինն է, որը իր ուժերով, իր աշխատանքով, իր խելքով հասել է ամեն ինչի եւ այժմ շատ այսպես բարեկեցիկ կյանքով ապրում եւ վայելում է։ Եվ ոչ միայն ինքն է վայելում, այլև իր ընտանիքի անդամները։ Եվ սա կարող եմ ասել ֆինանսական ինչ որ հաջողություն է սպասվում աղեղնավորներին։ Ընդ որում մի բան, որի վրա իրենք վաղուց են աշխատում, այսինքն սա ինչ որ պատահականություն չէ, լոտո չեք շահել, ոչ, ինչ որ գործարքեր, ինչի հետ էլ որ կապված լինի, ինչ որ գործեր բավականին տևական, այսպես, չգիտեմ, մի քանի շաբաթ է, մի քանի ամիս է աշխատել եք, վերջապես դուք կհասնեք հաջողության։ Իսկ երկրորդ տարբերակով, սա չի վերաբերում առաջին տարբերակին, բոլորովին այլ աղեղնավորների մասին է խոսքը։ Այստեղ տեսնում եմ աշտարակ, ասիկա ինչ որ նպատակ ունեն եւ այսպես խրոխտ ուզում են իրենց նպատակին հասնել աղեղնավորները։ Սա 7-ն է ջահերի։ Այսինքն այստեղ մարդը հավատում է իր ուժերին, որ ինքը կարողանա եւ կկառուցի իր աշտարակը։ Սա ինչ որ առաջխաղացման մասին է, պաշտոնի բարձրացում է, ֆինանսների մեջ առաջխաղացում է, չգիտեմ, հարաբերություններում առաջխաղացում է, այսպես շատ ինքը ինքնավստահ իր ուժերի վրա եւ փորձում է հասնել իր նպատակին։ Ես չեմ կարող ասել նպատակին կհասնի թե չի հասնի, բայց ուզում ասեմ այսպես բավականին ակտիվ կլինեն որոշ աղեղնավորներ, նպատակ ունեն շատ, այսպես հեռու գնացող նպատակ, շատ լուրջ, եւ իրենք բավականին ջանքեր կթափեն իրենց նպատակին հասնելու համար։ Ամեն դեպքում փորձեմ 1-2 կարդ տեսնենք։ Երկու շաբաթվա մեջ այդպես հեռու գնացող նպատակի կարող է չհասնեք, բայց կարևորը երբ մարդը տեսլական ունի, այսինքն մարդը նպատակ ունի, գիտեք, շատ ավելի հեշտացնում է։ Երբ առավոտյան արթնանում ես ու չգիտես ինչի համար, ինչ ես անում, ինչ ունես անելու, ուր ես գնում կյանքում, այս շատ դժվար է դեպքում։ Բայց երբ որ ունես կոնկրետ նպատակ, դու ամեն օր արթնանում ես եւս մի քայլ առաջ անելով այդ նպատակին հասնելու համար։ Կյանքը դառնում է բավականին հետաքրքիր եւ լեցուն։ Շատ լավ եմ տեսնում։ Ստերում տեսնում եմ արևը, ինչը արդեն շատ լավ է։ Կարող եմ ասել հարգելի աղեղնավորներ, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Եղեք շատ շփվող։ Այս խրոխտ, այսինքն տեսնում եք ինքը ոտքերի վրա ամուր կանգնած, ինքը հավատում է իր ուժերին, ինքը գիտի, որ ինքը եթե ջանքեր այսքան բավականին ջանքեր ներդնի, ինքը իրականում շատ հեռու գնացող պլաններ ունի, հա, բայց ինքը կկարողանա հասնել։ Նորից եմ ասում, երկու շաբաթվա մեջ դժվար թե մեծ նպատակների հասնեք, բայց դուք ամեն դեպքում, եթե ջանքեր ներդնում եք, ի վերջո կհասնեք ձեր նպատակին։ Շատ շփվող կլինեք, շատ մարդկանց հետ կշփվեք։ Ես տեսնում եմ նաև տղամարդ, չգիտեմ, սա անձնական հարցերին եթե վերաբերում է սրտի տզով, ապա նաև անձնական հարցերում կլինի փոփոխություն, կլինի տրանսֆորմացիա, այսինքն լուրջ փոփոխություն։ Սրտի նեոթուն քապինջինով էլ կարող եմ ասել, որ ինչ որ դրական փոփոխություն կարող է լինել։ Ծաղիկներով էլ եմ տեսնում։ Եթե ձեր նաև անձնական կյանքին է վերաբերում, ապա անձնական կյանքում էլ եթե կա նպատակ կոնկրետ, չգիտեմ, նպատակ, ես աղջիկ չեմ տեսնում այստեղ, բայց ինչ նպատակ էլ որ ունեք, եթե դա կապված է այլ մարդկանց հետ, նույնիսկ անձնական, ոչ անձնական հարցերում, պետք է շատ շփվել, անպայման շփվեք մարդկանց հետ, որտեղ չգիտեմ ինչու, բայց թռչուններով ասում են, որ շփումը, հաղորդակցությունը մարդկանց հետ կարող է ձեզ օգնել ավելի մոտ քայլեր անելու ձեր նպատակին հասնելու համար։ Կարող են լինել ձեր շրջապատում լավ մարդիկ, ոնք ձեզ սիրում են, օգնում են ձեր ընկերներն են, չգիտեմ, ձեր ընտանիքի անդամներն են, ամեն դեպքում ձեզ սիրող մարդիկ ձեզ սատար կկանգնեն։ Կլինի տրանսֆորմացիա, այսինքն փոփոխություն կլինի, ձեր ջանքերը իզուր չեն անցնի, նույնիսկ եթե երկու շաբաթվա մեջ չհասնեք մեծ նպատակների, անիմաստ ձեր ջանքերը չեն անցնի։ Դուք բավականին բան կսովորեք։ Սա իմաստության կարգն է նաև, այսինքն շատ բան կսովորեք, շատ գիտելիքներ ձեռք կբերեք, երկու շաբաթում նպատակի չհասնեք էլ, հետագայում կհասնեք այս ջանքերի եւ ձեր գիտելիքների շնորհիվ։ Հարգելի աղեղնավորներ։ Իսկ ես այստեղ տեսնում եմ աստղի կարտը։ Իսկ աստղը նշանակում է նպատակներ, ցանկություններ, երազանքներ։ Այո, տեսնում եք, այդ մեծ նպատակը կարող է լինել հենց այս կարտով արտահայտված։ Այսինքն, հարգելի աղեղնավորներ, դրեք ձեր առջև նպատակներ, երազանքներ, ցանկություններ, շատ գեղեցիկ է։ Դա իմաստավորում է մեր կյանքը։ Մի հանձնվեք, այսպես ասեմ,
Եթե ինչ-որ բան չի ստացվում միանգամից, կարտերի խորհուրդը ես ծածկում եմ, որտեվ այստեղ մեր աղջիկը դրա համար եմ ծածկում, որ YouTube-ը հանկարծ խնդիր չունենա։ Այսինքն ձեր նպատակներին եւ երազանքներին հասնելու համար իրականում այդ ջանքեր գործադրելը հավատալ ձեր ուժերին շատ կարեւոր է։ Իրականում անպայման գնացեք ձեր ցանկությունների հետևից։ Ցանկացած կրթություն, ցանկացած փորձ, որ ձեռք եք բերում, դա ձեզ քայլ առ քայլ կմոտեցնի ձեր ցանկություններին։ Շատ լավ ժամանակահատված է սպասում ձեզ հարգելի աղեղնավորներ։ Իսկ առաջին տարբերակը շատ լավն էր։ Ֆինանսական հաջողություն նրանց, ովքեր ինչ-որ ջանքեր էին գործադրել վերջերս այդ ուղղությամբ։ Այժմ տեսնենք ինչ կասեն կարտերը աղեղնավորներին։ Ինչն է կարևոր, ինչ կլինի կարևոր ներողություն ատեղջուրների համար առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Ինչ է կարևոր իմանալ եւ ինչը կլինի կարևոր ատեղջուրների համար առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ խորհուրդ կարտերից օգնող կարտերն էլ հանեմ։ Շատ Մինչև ասեմ նայեմ ատեղջուրների համար, ինձ մի կին ատեղջուր հարց էր տվել կոմենտներում, թե երբ կլինի ատեղջուրների կյանքում անձնականում ինչ-որ դրական փոփոխություն։ Նախ ասեմ, կարտերը չեն կարող շատ այսպես հեռու ապագան ցույց տալ հարգելի սպիս կողմից, չգիտեմ ինչ դուք անձնական ինչ հաջողության մասին է խոսքը, անձնական հաջողությունը երևի փորձի հետ է առաջի հերթին, ձեռք եք բերում կյանքի փորձի հետ, իսկ եթե կախված չէ ձեզնից, այսինքն ձեզնից ինչ որ կախված է, ինչ որ դուք կարող եք անել, հատկապես երբ որ հարց տվողը կին էր, կյանքի փորձի հետ ճիշտ ընտրություն պետք է կատարել, իսկ ատեղջուրները բավականին երկար են մտածում, իրենք երբեք այսպես պահի ազդեցության տակ առաջին հայացքից երևի թե սիրահարվող չեն, ու երևի թե մեծամասամբ ատեղջուրները, ես որպես ատեղջուր եմ ասում, բայց իրենք բավականին երկար են մտածում եւ հույսով եմ ճիշտ ընտրություն ի վերջո կարողանալ կատարել։ Իսկ եթե խոսքը վերաբերում էր, որ չար մարդիկ բամբասելով կամ խանգարելով նախանձ մարդիկ ձեզ խանգարում են, նկատի ունեիք, թե երբ այդ բոլորից կազատվեք, որ ձեր անձնականը կկարգավորվի, դրանից երբեք չեք ազատվելու հարգելիս։ Բացասական իմաստով չեմ ասում, դրական իմաստով եմ ասում։ Եթե դուք լավն եք, եթե դուք հետաքրքիր եք հակառակ սեռի ներկայացուցիչներին, եթե աշխատանքի վայրում դուք հաջողակ եք, որտեղ ձեր գործը լավ եք անում, աշխատասեր եք, միշտ լինելու են մարդիկ, որոնք ձեզ նախանձելու են։ Հատկապես անձնական կյանքում, եթե շատ կան տղամարդիկ, որ ձեզանով հետաքրքրվում են, դրա վերջը երբեք չի լինելու։ Կլինի միայն այն ժամանակ, եթե դուք ձեզնից ոչինչ չներկայացնեք։ Իսկ դուք չեք ուզում, չէ՞։ Քանի դուք լավն եք, ուրեմն եթե ձեզ նախանձում են, ես իհարկե ձայնս տակ տեղից է գալիս, որտեղ ես արդեն տարիքով բավականին հասուն եմ, բայց ես շատ եմ եղել սիրան եռանկյունիների մեջ, դե հիմա կներեք, ձեզ չեն սիրել, ինձ սիրել են։ Ես նախանձեք, չնախանձեք, ինչ ուզում եք արեք։ Ոչինչ չեք կարող անել, բայց վնաս կարողացել են այո պատճառել, թիկունքից խփել, ցավեցնել, կարողացել են։ Ուղղակի որ անցել գնացել, հիմա ես կարող եմ ծիծաղելով այդ մասին հիշել, բայց կարող եմ ասել, որ դուք այդքան կաք ուրեմն, ձեզնից ինչ-որ բան ներկայացնում եք, այդքան հետաքրքիր եք հակառակ սեռի ներկայացուցիչներին, եթե անձնականի մասին է միայն խոսքը, որովհետև ձեզ նախանձում են։ Իսկ դա չեք կարող կանգնեցնել։ Նույնիսկ եթե ամուսնանաք մեկը էլի նախանձելու են, դրա դեմ ոչինչ անել չեք կարող։ Դուք պարզապես պետք է կարողանաք ապրել դրա հետ, ուշադրություն չդարձնել նման մարդկանց, լինել այնքան երջանիկ, այնքան բախտավոր, այնքան հաջողակ, որ իրենք նախանձից պայթ են։ Մի փորձեք, մի թույլ տվեք, որ նրանք ձեզ կանգնեցնեն։ Հակառակը, իրանք պետք է ձեզ ավելի մոտիվացիա հաղորդեն, որպեսզի դուք ավելի առաջ գնաք։ Իսկ այժմ վերադառնանք մեր տաշտակին, ինչպես ասում են։ Այսինքն, նայում ենք, թե հաջորդ երկրորդ շաբաթների ընթացքում ատեղջուրներին ինչ են ուզում ասել կարտել, ինչ է կարևոր ատեղջուրների համար իմանալ։ Ես տեսնում եմ այստեղ 8 բաժակների եւ տեսնում եմ ձիավորին։ Ձիավորը շատ այսպես լավ լուր է, արագ լուր է գալիս, ինչ որ հետաքրքիր, ինչ որ լուր է
գալիս, գիտեք, երկու տարբերակն էլ այսպես կարող եմ տեսնել, կամ ինչ-որ հիասթափված ինչ-որ բանից լուրի եք սպասում չէր գալիս եւ դուք այսպես հիասթափված ուզում եք նոր ճանապարհով գնալ, նոր ընտրություն կատարել, հանկարծ լուրը կգա եւ ձեզ կզարմացնի։ Այսինքն միշտ ապեք թողնել ամեն ինչ եւ հեռանալ, հարգելի աջակցություններ, մի այսպես կտրուկ եղեք, ձեր փորձությունները ընդունեք որպես կյանքի փորձ, անհաջողություններն էլ, նույնիսկ այդ անհաջողությունները ձեր պատճառով չէին, այլ ուղղակի եղել է, այդպես է ստացվել, դուք ինչ-որ ջանքեր թափել եք եւ եղել է այսպես զուր է անցել, ամեն դեպքում լրիվ էլ իզուր չի անցնում ոչինչ, ոչ մի ջանք, որովհետեւ դուք կյանքի փորձ եք ձեռք բերում։ Բայց եթե էլ եմ ասում, ինչ-որ լուրի եք սպասում կամ ինչ-որ փոփոխություն եք ակնկալում, թողնում եք հեռանալ, ինչ-որ լուր կգա լավ լուր եւ միգուցե դուք փորձեք փոխել, վերանայել ձեր որոշումը։ Իսկ մյուս կողմից եթե լուր է գալիս նոր դուք թողնում եք հեռանալ, դեպքում էլի լուրը լավ լուր է։ Դուք հիասթափված եք ինչ-որ հետեղ տեսնում եմ հիասթափություններ ունեիք եւ ելքը չէիք տեսնում, ճանապարհը չէիք տեսնում ուր շարունակել, ինչպես գնալ, ինչ-որ հետաքրքիր լուր կգա, ինչ-որ մի նոր ինֆորմացիա կգա, շատ այսպես աշխուժ, արագ եւ գեղեցիկ եմ տեսնում, դրական եմ տեսնում, սրտերի ինով, հատկապես սրտերի ինով, եւ դուք կարող եք հասկանալ ուր եք գնում։ Դուք արդեն ձեր ընտրությունը կկատարեք եւ կգնաք եւ հետեւում կթողնեք ձեր բոլոր փորձը, դուք նոր ճանապարհ կընտրեք, նոր ուղի կընտրեք եւ կսկսեք նոր կյանք, նորովի, դեպի ավելի գեղեցիկ կյանք ընդ որում, դեպի ավելի հետաքրքիր ճանապարհ եւ կնայեք միայն առաջ, ետ չեք նայ, ինչ որ անցյալում եղել է, ձեր կամքով թե առանց ձեր մասնակցության, ուրիշների կամքով, կարեւոր չէ։ Փորձեք ընդունել որպես կյանքի փորձ, ոչ թե հիասթափություն կամ ոչ թե ձախողում, այլ ուղղակի կյանքի փորձ եւ անցնել առաջ։ Իսկ լուրը կգա ձեզ կուրախացնի։ Իսկ այստեղ տեսնում եմ ծառ եւ տեսնում եմ զրոյական կարտը, հիմարի կարտը, որը նաեւ նշանակում է ինչ որ նոր, ինչ որ նորով, ինչ որ մի նոր սկիզբ։ Ես այստեղ տեսնում եմ ծառը ընտանիք է նշանակում, սրտի 7-ով նաեւ դրական, շատ դրական եմ տեսնում ամեն ինչ։ Եթե ինչ որ մեկի առողջական խնդիր կար, ապա պիտի որ մարդը կազդուրվի, այդպես եմ տեսնում, եթե ասենք ինչ որ զրոյական վիճակ, այսինքն նորովի մարդը կարող է, այսպես ասեմ, ոնց ասեմ, որ փորձում զգուշ, մանավանդ եթե առողջության մասին լինի խոսքը, վստահ չեմ կարող ասել, բայց եթե դուք ինչ որ առողջության հետ կապված ինչ որ խնդիրներ ունենեք, ոչ մեծ, այսպես մանր-մունր թեթևակի, ձեզ նորից այսպես շատ առույգ կզգաք, շատ, միանգամից կփոխվի նորից կանցնեք դեպի առողջացում, դեպի լավացում, այսպես նորից նոր ինչ որ էներգիա կզգաք, միգուցե ձեր, չգիտեմ, օրգանիզմը նորից ինչպես կսկսի շատ նորմալ աշխատել։ Իսկ եթե ընտանիքի մասին է ծառը, ապա ծառի դեպքում կարող է լինել ինչ-որ առաջխաչուն նորություն կարող է լինել ձեր ընտանիքում։ Երեխա եք սպասում, կարող եք երեխա ունենալ, կարող է լսեք ինչ-որ մեկը ձեր ընտանիքում, այսինքն բարեկամների մեջ էլ մեծ ընտանիքում, կարող է ինչ-որ մեկը երեխա է ունեցել, ամեն դեպքում ինչ-որ մի նոր բան կլինի ձեր ընտանիքում, կամ ձեր առողջությունը նորովի ինչ-որ կկազդուրվեք, ձեզ շատ լավ կզգաք, շատ լավ։ Եվ մյուս կողմից, եթե ընտանիքում կարող է լինել ինչ-որ նորություն, չեմ կարող ասել, ինչ եք սկսում, նոր աշխատանք եք սկսում, ընտանիքում ինչ-որ մեկը ամուսնանում է, ինչ-որ մեկը ավելանում է ընտանիքում, կդժվարանամ ասել։ Ամեն դեպքում շատ այսպես հետաքրքիր փոփոխություն կլինի ընտանիքում։ Տեսնեմ, կարող եմ լրացուցիչ կարտերով ինչ-որ բան էլ պատմել։ Տեսնում այո, ինչ-որ փոփոխություն կլինի, ինչ-որ հետաքրքիր փոփոխություն կլինի։ Կամուրջի մյուս կողմը կանցնեք։ Այսինքն, եթե առողջական խնդիրներ կային, ինչպես արդեն ասեցի, դուք շատ ձեզ կազդուրված կզգաք, միանգամից այսպես նոր էներգիա, նորովի ձեզ ավելի առողջ, ավելի մի քիչ երիտասարդացած կզգաք, այդպես կարող եմ ասել։ Իսկ կամուրջը ցույց է տալիս նույն բանը, այսինքն լրիվ կանցնեք հաջորդ կողմը։ Եթե ունեիք առողջական խնդիրներ, կանցնեք հաջորդ կողմը։ Եթե առողջության հետ չէր կապված, ընտանիքում, էլի եմ ասում, փոփոխություն եմ տեսնում։ Բավականին լուրջ հետաքրքիր փոփոխություն եմ տեսնում, բայց շատ դրական։ Ուղղակի չեմ կարող ասել ինչ, տարբեր աջակցությունների կարող է տարբեր ձևով վերաբերել, դուք ինքներդ հարգելիներս, ինչ որ ձեզ վերաբերում է, այդպես էլ կարող եք ընդունել։ Տեսնում այստեղ ուժեղության կարտը։ Ինչ ուժեղության խնդիր այդ եղջյուրները հաստատ չունեն։ Կարտերի խորհուրդն այն է, որ չի կարող լինել այդպիսի հարց, որ դուք չկարողանաք հաղթահարել, հարգելի աջակցություններ։ Ես էլ եմ ասել, բարձունքը, հա, կյանքում կամ հաջողությունների այն ամենաբարձր կետը, գագաթին, եթե կարող է մեկ նշան հասնել, դրանք աջակցություններն են։ Կհասնեն թե չէ, դա այլ բան է։ Որտեվ ունեն ծրագիր աջակցությունները, բոլոր նշանները այս կյանք որ գալիս են, ինչ ծրագրով են գալիս։ Ձեր ծրագիրն է հասնել առավելագույնին, ամենամեծ հաջողության, բոլոր ասպարեզներում։ Կոնկրետ ընտրում եք մասնագիտություն կամ գործ կամ կյանքում նպատակ եւ դուք կարող եք հասնել։
Եթե չեք հասնում, ուրեմն դուք ձեր ծրագիրը չկատարեցիք, չէ՞, բոլոր աջակցությունները չեն կարող նույնպես հաջողակ լինել, որտեղ պետք է լինել աշխատասեր, իսկ եթե աշխատասեր չեն աջակցություններում, չեն կարողանա հասնել, ծրագիրը չեն կատարի։ Ես այստեղ տեսնում եմ ուժեղ մարդիկ, տեսնում այնպիսի աջակցությունների, որոնք ամեն ինչի են ընդունակ են, իրենք իրենց ուժերով, շատ անկախ են, շատ ինքնուրույն են աջակցությունները եւ շատ համառ։ Իրենք նպատակ որ դրեցին, իսկ իրենք նպատակ միշտ ունեն, միշտ պլանավորում են, միշտ ծրագրավորում են, այդ երկար մտածելը, երկար հաշվենկատ, հա, այսպես ասում են, սառն են, սառն չեն, իրենք ուղղակի դատողությամբ են շարժվում, խելացի են, շատ խելացի են, ասում են գլուխն է ղեկավարում աջակցություն, այսինքն գլուխը նշանակում է խելացի են, մտածված են անում ամեն ինչ, բայց իրենք ոչ միայն խելացի են, այլև շատ ուժեղ են։ Այս է հենց ուժեղության կարտ է։ Տվյալ դեպքում սա դե բոլոր աջակցությունները նույնի չեն լինել, չեն կարող լինել իհարկե, բայց սա նշանակում է վերաբերում է ուժեղ աջակցություններին, այսինքն դուք այնքան ուժեղ եք, որ ամեն ինչի կարող եք հասնել։ Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, եթե ինչ-որ հարցում ձեզ պետք է ուժեղ լինել, դուք ունեք այդ ուժը, դուք կկարողանաք։ Չի լինելու այդպիսի հարց, անձնական, ֆինանսական, աշխատանքի հետ կապված, որ դուք չկարողանաք հաղթահարել։ Պարզապես հավատացեք ձեր ուժերին եւ միայն ձեր։ Շատ ինքնուրույն նշան են աջակցությունները, որպես կանոն ոչ մեկի օգնությանը չեն սիրում դիմել։ Տվյալ դեպքում կատեր հենց այդպես էլ խորհուրդ տալիս։ Ինձ թվում մեկ-մեկ արժի դիմել մարդկանց օգնության, ամեն ինչ ամեն ծանր բեռ պետք չի ձեզ վրա վերցնեք, հարգելիներս, բայց տվյալ դեպքում կարտերի խորհուրդներ հավատացեք ձեր ուժերին։ Ասում են Հայաստանն էլ է աջակցություն։ Շատ հետաքրքիր է։ Դրա համար այդքան տառապած է մեր երկիրը։ Աջակցություններից դաժան կյանք երևի ոչ մի նշան չի ունենում։ Սատուրնը քարոքանդ է անում մեզ։ Բայց նաև պարգևատրում է, ես ինձնից կարող եմ ասել, որտեղ շատ անգամ եմ ասել, ես էլ եմ աջակցուր, հավատացեք, այդ բոլոր փորձությունների միջով, որ աջակցություններն անցնում են, շատ ծանր է, շատ ամեն ինչի շատ ծանր գնով ենք հասնում։ Ոչ իման ինձ կյանքում հեշտ չի տրվել, բայց ինչ էլ որ հետո տրվել է կրկնակի։ Ավելին, քան ես սպասում էի կամ ավելին, քան ես ձգտում էի։ Ինչքան ձեզ քայքայում է կյանքը, ճակատագիրը, Սատուրնը, ինչի ուզում եք, որ հավատաք, ճակատագիրը, այդքան էլ պարգևատրում է, հավատացեք իմ կյանքի փորձին։ Միգուցե դուք դեռ երիտասարդ եք եւ դեռ չեք տեսնում, միայն հələ անցնում եք այդ դժվար ճանապարհը, բայց հավատացեք։ Մի օր կզգաք, որ նաեւ պարգևատրվել եք։ Վերադառնանք ջրհոսներին։ Տեսնենք ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Ինչ է կարևոր իրենց իմանալ։ Ինչ կլինի կարևոր ջրհոսների համար հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ 2 տարբերակ եւ խորհուրդ կարտերից։ Այժմ փորձեմ օգնող կարտեր։ Տեսնենք։ Տեսնում եմ դատաստանի կարտը եւ տեսնում եմ սրտի կարտը, այսինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Սեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ, եւ կարող եմ ասել դատաստանի կարտով, որ դուք ինչ որ ձևով արժանացել եք, վերին ուժերը գտնում են, որ դուք արժանացել եք այս սիրուն, դուք ունեք շատ սիրված, ձեզ հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, չգիտեմ, եթե այսպես սպասում է, որ դուք պատահաբար կարող եք հանդիպել ձեր ապագա սիրուն կամ կարող եք սիրել, սիրահարվել, ապա դա բավականին, այսպես ասած, ճակատագրական է ձեզ համար լինելու։ Հետաքրքիր է, էլի եմ ասում, վերին ուժերը դատաստանով որոշել են, որ դուք արժանի եք սիրո։ Եթե այդպես է դա կարելի է, եթե դուք հավատում եք վերին ուժերին, ես այլ կերպ չեմ կարող ասել, դատաստանի կարտով եւ սիրտը ինչպես կարելի է ասել։ Այդ տարբերակ չեմ տեսնում։ Չեմ կարող։ Ես կարող եմ մտածել այլ բաներ էլ ասել, բայց իրականում այդպես չեմ տեսնում։ Ես տեսնում շատ լավ, շատ դրական։ Այսինքն 2 շաբաթվա ընթացքում, եթե սիրեք, սիրահարվեք, կլինի շատ գեղեցիկ։ Դուք արժանացել եք դրան։ Սիրեք եւ սիրվեք, հարգելի ջրհոսներ։ Երկրորդը տեսնում եմ քրմուհին եւ տեսնում եմ կին։ Կարող եմ ասել, այստեղ կնոջ մասին է խոսքը, չէ, կարող է նաեւ տղամարդու կա ինչ որ մեկը, որ խոսենք առաջինը կնոջ մասին, եթե սա կնոջ մասին է, այսինքն կինն է ջրհոս, ապա ինքը ինչ որ իլյուզիաների մեջ է, ինչ որ, չգիտեմ, շատ է երևակայում, շատ է մտածում, ինչի որ ինքը հավատում է, իրականում մի քիչ ավելի, այսպես ասած,
երևակայության արդյունք է, քան իրականություն։ Մի քիչ երևի այսպես ամպերում է, հա, մի քիչ իրեն երևի պետք է ավելի փորձել պրակտիկ լինել եւ ավելի ներքին ձայնին հավատալ, քան թե երևակայությանը, որտեղ ամեն ինչ չէ, որ կարելի է այսպես տրամաբանությամբ հասկանալ։ Միշտ չէ, մեկ-մեկ այսպես ներքին ձայնն էլ կարելի է հավատալ, բայց երևակայությանը վերագրել ամեն ինչ երևակայությամբ, ամեն ինչ պատկերացնել եւ այդպես ապրել, դա մի տեսակ մարդուն կտրում է իրականությունից, դա կարող է ինչ որ ձևով վտանգավոր լինել, որտեվ դե չես կարող իրականությունից այդքան հեռանալ։ Սա կարող է նաև նշանակել, որ սա կարող է լինել կին, որը ինքը ունի ինչ որ ունակություններ, օրինակ, չգիտեմ, հենց այսպես կարտ նայելու ունակություն կարող է ունենալ, կարող է այսպես գուշակություն անելու ունակություններ ունենալ, երազա հան լինել, չեմ կարող ասել, այսինքն երազների հետ կապված կարող է ինչ որ ունակություններ ունենալ, 6-րդ զգայանը կարող է իր մոտ զարգացած լինել, ամեն դեպքում ինչ որ ինքը կարող է հետաքրքիր այսպես բոլորից տարբեր ինչ որ ունակություններ կարող է ունենալ, բայց ես կարող եմ կարտերով ասել, որ աշխատեք շատ իլյուզիաների հետևից չընկնել, ավելի լինել փորձել լինել իրական։ Համենայնդեպս հաջորդ 2 շաբաթվա ընթացքում կարտերի խորհուրդը 2 շաբաթվա մասին էր։ Հաջորդ 2 շաբաթվա մասին, այսինքն փորձեք ավելի այսպես ներքին ձայնին վստահել, ոչ թե ձեր երևակայությանը, դա կարող է ձեզ սխալ ուղղությամբ տանել։ Իսկ այլ տարբերակով կարող եմ ասել, եթե տղամարդ է նայում կնոջ մասին, տղամարդը կնոջ մասին ինչ որ իլյուզիաներ ունի, ինքը երևակայում է կնոջ այսպիսին, բայց կարող է իրականում կինը բոլորովին այլ տեսակ լինի։ Ու եթե տղամարդը չի կարողանում հաջողության հասնել այս կնոջ հետ, որովհետև դուք ձեզ այլ բան եք երևակայում, հարգելիներս, դուք պետք է կնոջը փորձեք միգուցե ճանաչել, միգուցե, չգիտեմ, փորձեք հարցնելով, զրուցելով, չէ, մարդիկ կան, օրինակ, իրենք պատկերացումներ ունեն կանանց մասին, տղամարդիկ օրինակ, կանայք էլ կարող են տղամարդ կանանց, ամեն մարդ իր երևակայությամբ, տղամարդիկ էս են ուզում, այսպես պետք է, ես պետք է մենակ շատ լինեմ, շատ սիրուն, ով ասեց, կա տղամարդ, որ չի ուզում դու միայն սիրուն լինես, նաև ուզում են ձեր հոգին, սիրտը, բարի եք, բարի չեք, սիրում եք իրեն, չեք սիրում, ճիշտ է, նույնը տղամարդիկ, եթե տղամարդը ունի երևակայությունը, երևակայում է կնոջ մասին, չգիտեմ, ինքը իր պատկերացումներ ունի, բայց անհաջողության է հասնում, որտեղ միգուցե ձեր պատկերացումներն են սխալ, հարգելի ջրհոսներ, փորձեք ճանաչել կնոջը իրականում, ոչ թե ձեր սովորական հասկացողությունը կանանց մասին օգտագործել, որտեղ այս կնոջ դեպքում կարծես դա չի աշխատում։ Նորից եմ ասում, կարտերի խորհուրդն այն էր, որ փորձեք կանայք եւ տղամարդիկ ձեր երևակայությանը շատ չվստահել, այլ փորձել լինել մի փոքր ավելի իրական, ցանկացած հարցերում։ Սա երևի կներ ավելի անձնական հարցերում կարող է լինել, բայց այդպես, երկուսին էլ վերաբերում է եւ կանանց եւ տղամարդկանց։ Փորձեք լինել ավելի իրական։ Իսկ խորհուրդը շատ տաքսիր խորհուրդ է կարտերի դեպքում, ճիշտն ասած, հատկապես երկրորդին է երևի վերաբերում։ Այսինքն, որ ասում է իլյուզիաներին մի հավատացեք, որտեղ կարող եք խաբվել։ Այսինքն դուք այս կնոջը գնաք ամուսնության առաջարկություն անեք, որտեղ ինքը արտաքին տեսքից այդպես շատ բարի է երևում, հետո շատ սիրուն է, լավ մեյքափ է անում, չգիտեմ։ Իրականում կարող է հետո պարզվել, որ սա այն չէ, ինչ դուք մտածում եք։ Հասկանում եք, այսինքն դուք սխալ պատկերացում ունեք եւ իրականում կարող եք խաբված լինել։ Այս սա կարող է նշանակել այդ խաբված լինելը, որ դուք կարող եք հիասթափվել, որովհետեւ ձեր երևակայությանը վստահելով առաջարկություն եք անում, դուք առաջարկություն եք անում սխալ կնոջ։ Եվ դա կնոջ մեղքը չի, դա ձեր մեղքն է։ Նույն էլ կինը կարող է սխալ ընտրություն անել տղամարդու, որտեղ դուք ձեզ երևակայել եք, որ ամեն ձեզ առաջարկություն անող տղամարդ այսպես խորը սիրահարված է ձեզ, իսկ իրականում ինքը պարզապես ձեզ մի օրվա համար է ուզում։ Շատ ներողություն արտահայտության համար, ուղղակի ես տարիքով կին եմ փորձված։ Ես գիտեմ մարդիկ իրարից ինչ են ուզում։ Եվ եթե ամեն ինչ լավ է, տեսնում եք, այդտեղ շատ գեղեցիկ սեր է, ոչինչ չեմ կարող ասել։ Սիրում են, սիրված են, շատ լավ է։ Իսկ այստեղ իլյուզիաների հետևից է ընկած, այսինքն ձեզ սխալ առաջարկություն է անում, դուք կարող եք խաբվել, եթե դուք ձեր երևակայությամբ մտածում եք։ Ես ունեի այդպիսի ծանոթ աղջիկ շատ երիտասարդ տարիքում, որ տղան իրեն ասում էր բարև, ինչպես ես, իրան թվում է թե սիրահարված են իրեն։ Հա փորձում էի բացատրել հարգելիս, ուղղակի մարդիկ քաղաքավարի են, աշխատում եք մի բաժնում, ասում են բարև, ոնց ես։ Դա չի նշանակում, որ քեզ սիրահարված են, այսինքն դա պարզապես նշանակում է մարդիկ քաղաքավար են։ Այստեղ եթե դուք ինչ-որ իլյուզիաների հետևից խաբում եք ինքներդ ձեզ, հարգելիներս, լինեք կին, թե լինեք տղամարդ, դուք կարող եք իրականում խաբվել, եւ սա կնի դուք ինքներդ եք ձեզ դավաճանում, դուք ինքներդ եք ձեզ խաբում եւ ձեզ անհարմար վիճակի մեջ եք դնում։ Եվ եթե ղարետզով ինչ-որ մեկը կարող է մերժվել, որովհետեւ դուք ձեր իլյուզիաների հետևից եք գնացել, սա ձեր երևակայության արդյունքն է, իրականությունից շատ հեռու եք։ Այ կարտերի խորհուրդն էլ դա է։ Խուսափեք իլյուզիաներից, որպեսզի խաբված վիճակում չգտնվեք, չհայտնվեք ավելի շուտ։ Այժմ տեսնենք ինչ են ուզում ասել կարտերը ձկներին։
Ինչ է կարևոր ձկներին իմանալ հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Շատ լավ։ Ինչ է կլինի կարևոր ձկների համար հունիսի 1-ից 15-ը, 2 տարբերակ եւ կարտերից խորհուրդ։ Փորձեմ օգնող կարտեր էլ վերցնել բարձաբանումներ անելու համար։ Տեսնում եմ երկուսը թրերի եւ կամուրջի կարտը։ Թրերի երկուսը նշանակում է, որ ինչ-որ ընտրության առաջ կարող են կանգնել ձկները հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, չեմ կարող ասել ինչ հարցերի շուրջ։ Բայց ստիպված եք լինելու որոշում կայացնել։ Աչքերը փակ են, այսինքն նշանակում է, որ դուք տարբերակը այդպես միանգամից արագ չեք տեսնելու, բայց ստիպված եք լինելու որոշում կայացնել։ Իսկ որոշումը կլինի ձեզ համար շատ կարևոր, որովհետև դա ձեզ կօգնի մի նոր էտապ մտնել կյանքում, այսինքն շատ այսպես լուրջ հարց կլինի, լուրջ ընտրության առաջ կանգնած կլինեք։ Չեմ կարող լրացուցիչ կարտեր չհանել, տեսնենք դուք իրականում որոշումը կկայացնեք, թե չեք կայացնի։ Ինչի հետ է սա կապված, տեսնենք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնենք։ Տեսնում եմ այստեղ թռչյունը, արագիլ եմ տեսնում, լաբիրինթն եմ տեսնում եւ տեսնում եմ աստղը։ Աստղը երազանքներն ու ցանկություններն են։ Տեսեք, ինչ որ կարծես թե լուրջ որոշում են, չասենք ճակատագրական, բայց ինչ որ շատ լուրջ որոշում պետք է կայացնեք, որը այսպես ձեզ կարող է հասցնել ձեր նպատակներին։ Տեսնում աստղով ձեր նպատակները, դուք այսպես շատ պարզած թևերը պարզած փոփոխություն եք ուզում, սլանում եք դեպի ձեր հաջողությունը, բայց դա կախված է որոշումից։ Եթե դուք որոշումը չկայացնեք, ուշացնեք կամ չգիտեմ, փորձեք խուսափել, իրականում լաբիրինթոսում կհայտնվեք։ Հետո էլի կարող եք ի վերջո հասնել, ուղղակի շատ ավելի դժվար կլինի, ավելի երկար կտևի, շատ ավելի բարդությունների միջով պետք է անցնեք, չնայած որ դուք շատ այսպես թևերը պարզած, դուք արդեն պատրաստ եք։ Դուք շատ պատրաստ եք, կարող եք շատ ավելի հեշտությամբ հասնել, բայց կարող եք ավելի դժվարությունների խոչընդոտների առաջ կանգնել, եթե սխալ որոշում կայացնեք։ Նոր շատ լուրջ փոփոխություն է սպասում։ Շատ լավ մտածեք, երկար մտածեք ձեր այդ որոշման մասին, անպայման պետք է բայց որոշումը կայացնել։ Եվ դա իրականում ձեզ կտանի դեպի ձեր հաջողություն։ Ես էլ եմ ասում, ես վստահ եմ, որ այս էտապը կլինի եւ ձեզ կանցնի կամուրջի մյուս կողմը փոփոխություն, շատ լուրջ փոփոխություն է ձեզ սպասում, որը շատ լուրջ, այսպես ասեմ, փոփոխություն կբերի ձեր կյանք։ Բայց նորից եմ ասում, դուք ամեն դեպքում ձեր ցանկությանը հասնելու եք շուտ թե ուշ։ Բայց ամբողջ հարցը նրանում է, թե դուք այս որոշումից կախված ինչքանով կհեշտացնեք ձեր գործը, այսինքն կհեշտացնեք ճանապարհը, կկրճատեք ճանապարհը նպատակին հասնելու։ Վաղ թե ուշ կհասնեք, բայց կամ կհասնեք այսպես ուղիղ թռչելով, կամ կհասնեք լաբիրինթոսի միջով անցնելով։ Կախված է ձեր որոշումից։ Ես ցանկանում եմ ձեզ հաջողություն, հույսում եմ ճիշտ որոշում կկայացնեք։ Ինչի մասին է խոսքը, ես չեմ կարող ասել։ Ում որ վերաբերում է, ձկներն իրեն կհասկանան, ինչի մասին է խոսքը։ Երկրորդ տարբերակով տեսնում եմ շատ հետաքրքիր կարտ։ Տեսնում եմ 6-ը պենտակլի եւ տեսնում եմ բանալի, երկուսն շատ գեղեցիկ կարտեր են։ Եթե այստեղ խոսքը ֆինանսական հաջողության մասին է, թեկուզ մասնագիտական առումով կարող եմ ասել, որ դուք աշխատում եք եւ գումարներ վաստակում եք, այսինքն ինչ որ անում եք, անիմաստ չի անցնում։ Շատ լավ վարպետ եք, ձեր գործի վարպետն եք, լավ գործանում եք, գումարներ գալիս է, ինչ գալիս է, այն էլ ծախսում է։ Այսինքն այսպես կարող եմ ասել, նաեւ ինչքան որ դուք ուժ ջանքեր ներդնում եք ձեր գործի մեջ, ձեր գործունեության մեջ, ձեր բիզնեսի մեջ, ինչ եք անում, չեմ կարող ասել, ինչ գործել, որ անում եք։ Ես այստեղ աշխատանքի հետ եմ տեսնում կապում, աշխատանքի եւ ֆինանսների։ Դուք ինչքան որ ուժ ներդնում եք, ըստ դրա էլ ֆինանսները գալիս են։ Այսինքն ձեր հաջողությունը կախված է ձեր աշխատանքի որակից եւ չափից։ Դուք շատ լավ եք աշխատում, լավ գումարներ կվաստակեք եւ հաջողությունների կհասնեք։ Բանալին ձեր ձեռքում է, տեսնում եք։ Բանալին ամեն դեպքում ձեր ձեռքում է։ Շատ եք աշխատում, շատ գումար եք վաստակում, շատ հաջողությունների կհասնեք, քիչ կաշխատեք, ավելի քիչ։ Ինչքան աշխատում եք, այնքան էլ ստանում եք։
Ես այստեղ այդպես եմ տեսնում, նորից եմ ասում, ամեն ինչ կախված է ձեզնից, հարգելի ձկներ։ Եթե լինեք, այսպես ասեմ, ավելի աշխատասեր, ավելի շատ, եթե ձեր ֆինանսները ինչ որ ձևով կամ ձեր աշխատանքի հաջողությունները ձեզ չեն բավարարում, որովհետեւ դուք բավականին ջանք չեք ներդնում։ Այ կարտերը դրա մասին է։ Ամեն ինչ ձեր ձեռքում է։ Ավելի լավ եք ուզում ապրել, ձեր ձեռքում է։ Ավելի շատ գումար եք ուզում վաստակել, ամեն ինչ ձեր ձեռքում է։ Միայն ձեզնից է կախված։ Շատ հաջող կարտեր եմ տեսնում։ Իսկ խորհուրդը տեսնում եմ բաժակների տուզը։ Նախ տուզը ինքը չի կարող վատ լինել, իսկ սա շատ գեղեցիկ կարտ է, գեղեցիկ տուզ, սա էմոցիաներով, զգացմունքներով լի։ Եվ այստեղ ձկները տեսնում եմ նաև ֆինանսներով է լի։ Այո, եթե դուք բավականին ուժեր ներդնում եք, հատկապես 2 շաբաթվա ընթացքում էլ ունենաք այդպիսի հնարավորություն, հարգելի ձկներ, կարող եք բավականին էմոցիոնալ լինել, եւ սիրով լեցուն, եւ բավարարվածությամբ լեցուն, եւ ֆինանսներով լեցուն։ Այսինքն, այ դուք ջանքերը կարող եք ներդնել գումար վաստակելու, դուք կարող եք ջանքեր ներդնել ձեր սիրած կնոջը կամ տղամարդուն հասնելու ճանապարհին, բանալին ձեր ձեռքում է, ջանքեր կներդնեք, ձեր ուզածին կհասնեք, ինչ էլ ձեր ուզածը լինի ֆինանսական հաջողություն ձեռք բերում, լինի աշխատանքում հաջողություն, լինի սիրո մեջ։ Երկու դեպքում էլ ասում ինչ ցանեք, այն էլ կհնձեք։ Այս տարբերակն եմ տեսնում։ Ինչքան ջանք կներդնեք, ըստ դրա էլ ձեր բաժակը կլցվի։ Սա իրականում սիրո եւ նոր սիրո։ Իրականում դուք ունեք բոլոր հնարավորությունները։ Երկրորդ շաբաթվա ընթացքում բանալին ձեր ձեռքում է, կյանքը կտա ձեզ այսպիսի հաջող հնարավորություն։ Ինչքանով դրանից կօգտվեք, դա արդեն ձեր ձեռքում է։ Շատ գեղեցիկ կարտեր են, սրանով էլ ուզում եմ վերջացնել։ Ձեզ համար շատ հետաքրքիր 2 շաբաթ է սպասում, հարգելի ձկներ։